Ուզում եմ մի թեմայից խոսել, որը որ անվանել եմ սերը ներում է կամ ներել սիրելով։ Գիտեք, միջև որ մենք առաջ գնանք, փորձեմ մի փոքր ներածություն, որտեղ այդ թեմաներից է, որ քրիստոնյան ինչով է տարվում սիրով։ Եթե չկա մեր մեջ սեր, մենք ձայն հանող ուղղակի ծնծղայենք։ Բայց շատ անգամ այդ Աստված, երբ որ մեզ բացատրում է ինչ է սերը, մենք իր հետ կանցնենք շատ կարճ, թե երբ որ Աստված ասում է սեր ինչ նկատի ունի, որ սիրո մասին է։ Այդ սերով կարողանալով, որպեսզի կարողանանք այդ Աստծու ուզեցած սիրով սիրել, մենք ինչի մեջով ենք անցնելու եւ ինչն է, որ մեզ կարող խանգարի դրան, որտեղ շատ ժամանակ հենց մենք ինքներս ենք դառնում այդ դրա պատնեշը մեր եւ Աստծու մեջ, որտեղ հետո կտեսնենք ընթացքում էլ, որ մենք շունչ, հոգի եւ մարմին մենք երաշերտ ենք։ Մենք անցնենք ապաշխարությունով, վերստին ծնունդով եւ կգնանք կհասկանանք, թե ինչն է խանգարում, որ մենք կարողանանք իրականում Աստծո ուզած սիրո նման մեկս մեկին սիրենք։ Եվ դրա համար ես կուզեմ կարդանք Աստվածաշնչի երևս ամենահայտնի խոսքերից մեկը, բայց միջ խոսքը կարդալը կուզեմ ասել, որ ես ընթացքում հնարավոր է, որ ես կրկնվեմ, դարվելու է դիտավորյալ, ես չեմ ուզում այստեղ ուղղակի խոսքեր ասել, նախադասություններ եւ անցնել առաջ։ Նպատակը այսօր լինելու ազատագրում, բժշկություն, սիրելիներս, խնդրում եմ քեզ, Սուրբ Հոգուն ազատ եղեք, բաց եղեք, եթե կան կարծրատիպեր թող քանդվի։ Ուղղակի ասեք, Տեր, ես ազատ եմ։ Ես քեզանից եմ ակնկալում, ինչ ունես ինձ հետ անելու, արա։ Ահա ես, ահա իմ շունչը, հոգին եւ մարմինը, ես հանձնեմ քո ձեռքերի մեջ։ Եվ գործի իմ կյանքում, Տեր ջան։ Հովանու ավետարան 3:16։ Երևի բոլորս էլ անգիր գիտենք։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածուն որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտյան ապրի։ Հալելույա Տերս։ Տեսեք, եթե Տեր Հիսուս Քրիստոսը չթողներ իր երկնային գահը, չգար, մարդկային մարմնավոր մարմնի մեջ չմտներ, մենք այդպես էլ եւ չմահանար, հարություն չառներ, մենք այդպես էլ կմնայինք մեր մեղքերի մեջ դատապարտված։ Եվ երբ որ ես խոսում եմ մարդկանց, շատերը հարց են տալիս։ Նորա հոգիները, որոնք նոր են գալիս Աստծուն, կային որ մեզ ավետարանից հարց են տալիս։ Ասում են, եթե ձեր Աստվածը ամենագետ է, ամենագոյ է, ինքնիշխան, ամենակարող, ինչի՞ չէր կարող առանց իր որդուն տալու այդ հարցերի պատասխանը տար։ Ու առաջարկի շատ լավ պատասխան է, շատ լավ հարց է։ Ու դրա համար որպեսզի այդ հարցի պատասխանը մենք տանք, մենք պետք է հասկանանք, որ Աստված ինքը արդար Աստված է, ու արդար Աստված դրել է օրենք, կարգ ու կանոն։ Ու այդ օրենքն ու կարգ ու կանոնը դրել է իր խոսքով։ Ու Աստված երբեք իր խոսքը գետնին չի գցի։ Եվ Աստված իր խոսքին հակառակ չի գնալու։ Եկեք միասին կարդանք առաջին Կորինթացիս 15, 21, 22 խոսքերը։ Քանի որ մահը մարդով եղավ, մեռելների հարություն էլ մարդով եղավ։ Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան։ Հալելույա։ Սիրելիներս, մեղքը աշխարհ մտավ մեկ մարդու Ադամի միջոցով, եւ մեղքի վարձքը մահն է։ Բայց Աստված չթողեց այդ վիճակում, քանի որ մեզ շատ է սիրում, ու եկավ Տեր Հիսուս Քրիստոսը, մենք գիտենք, որ ընթացքում կտեսնենք, որ հաղթեց մահին եւ մեզ վերադարձեց այն իշխանությունը, այն կյանքը, որ ունենք Հիսուս Քրիստոսով։ Բայց այստեղ հարց առաջանում, ինչու բացի Հիսուս Քրիստոսից ոչ ոք չէր կարող փոխարինել Ադամին։ Ադամը մեղանչեց որպես մարդ եւ մեղքը փոխանցվեց ամբողջ մարդկությանը։ Ամեն մարդ ծնվում է արդեն մեղքի մեջ եւ չի կարող փրկել ոչ իրեն, ոչ էլ ուրիշին։ Հռոմեացիների 5:12-ը, 5-րդ գլուխ 12 խոսք։ Ոստի ինչպես որ մեկ մարդու միջոցով մեղքն աշխարհ մտավ, մեղքի միջոցով էլ մահը։ Այդպես էլ մահը բոլոր մարդկանց վրա տարածվեց, որովհետև բոլորը մեղաչեցին։ Աստված երբ որ ստեղծեց Ադամին եւ դրեց դրախտում, մինչ մեղանչել Ադամը կատարյալ անմեղ էր։ Հետևաբար Ադամին պետք էր փոխանել անմեղ մարդ, որը մեղ չէր գործել եւ կատարյալ էր։ Ադամ նշանակում է մարդ։ Ուստի նոր մարդ էր պետք անմեղ կատարյալ, որպեսզի լիներ համազոր, հավասարազոր Հիսուս Ադամին,
որտեղ Ադամը ինքը կատարյալ, ինքը միջև մեղանչել, ինքը կատարյալ էր, անմեղ էր։ Պետք էր մարդ, որպեսզի ինքը ունենար նույն այդ համազոր, համարժեք։ Երբ որ մենք մի մեքենա ենք գնում, պետք է դրա համարժեք գումար տանք։ Կամ երբ որ մարդիկ ապրանք են փոխանակում, այդ ապրանքը պետք է ունենա համարժեք գինը, կամ եթե մի քիչ պակաս է, դու իրան գումարով ավելացնում ես։ Այդպես էլ Ադամին պետք է լիներ համարժեք մարդ, որը լիներ կատարյալ։ Դրա համար էլ Հովհաննես 1:14-ում գրված է եւ բանը մարմին դարձավ եւ մեր մեջ բնակվեց։ Առաջի Տիմոթեոս 3:16։ Աստվածափոխության խորհուրդը հայտապես մեծ է։ Աստված մարմնով հայտնվեց։ Մենք Աստվածաշիչ գիտենք, որ Տերը Աստված մեկ անգամ արդեն ջրեղով ինքը կործանեց աշխարհը։ Նոյի օրերում թողեց միայն Նոյի ընտանիքը իր 3 զավակներով, իրենց կանանցով եւ Նոյը իր կնոջ հետ 8 հոգի փրկվեց ջրեղից հետո։ Եվ մենք տեսնում ենք արդյունքը հիմա ինչա կատարվում։ Այսինքն երբ ով որ Ադամից դուրս էր գալիս, բոլորը մեղանչում էին։ Հիմա այստեղ հարց է գալիս. ինչու պետք է որ Հիսուս Քրիստոսը իր արյամբ խաչի մահով փրկագներ մարդկությանը։ Ինչի Հիսուսը։ Մենք Ղևտացիների գրքում գիտենք, որ գրված է, որ մարդու կյանքը արյան մեջ է։ Գիտեք, հին ուխտում, երբ որ մարդը մեղք էր գործում, իրանք վերցնում էին զոհ էին անում, ձեռքը դնում էին զոհի վրա, որպեսզի իրենց գործած մեղքը գնար զոհի վրա, ու նրան ինչ են անում, զոհում էին, բայց այդ զոհը մեղքը չէր մաքրում, ինքը ուղղակի սրբում էր, գրվում է, որ զոհը մեղքը ծածկում էր, իսկ Հիսուսի այրում մեր մեղքը սրբում է եւ մեր մեղքը մաքրում է, որտեղ մենք ունենք, լավ, դրան ես հետո կանդրադառնամ, որպեսզի մենք էլ ավելի լավ հասկանանք, տեսեք, Հիսուս մենք հասկացանք, որ կյանքը արյան մեջ է, գրված է Աստվածաշնչում, Հիսուս Քրիստոսի այրունը ինքը մեզ փրկագնում է, եթե նույնիսկ որ մարդ ու ապաշխարի վերստին ծնունդ ապրի, մենք ունենք ուրիշ կրոններ, որտեղ օրական 5 անգամ աղոթում են, ապաշխարում են, մեզանից շատ է ներողություն խնդրում, բայց իրանց մոտ չկա փրկագնումը, իրանք մերժում են Հիսուս Քրիստոսի այրունը, ապաշխարությունը հավասար է 0-ի, եթե չկա Քրիստոսի այրունը, մեզ Քրիստոսի այրունը սրբում ու մաքրում մեր կատարած ներկա, անցյալ եւ ապագա մեղքերից, մենք այդ ամենը կտեսնենք Աստվածաշնչով, տեսեք, առաջի Պետրոս, առաջի գլուխ 18-19, որ ձեր հայրենավանդ ունային կյանքից ոչ թե արծաթով կամ ոսկով փրկվեցիք, այլ Քրիստոսի պատվական այրենով, իբրև անբիծ ու անհարատ գառան։ Եփեսացիներից 1:7 Նրանով փրկություն ունենք իր այրյան միջոցով, մեղքերի թողություն համաձայն իր շնորհի առատությամբ։ Առաջի Հովհաննես 1:7 Իսկ եթե լույսի մեջ են քայլում, ինչպես որ նա է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք միմյանց հետ, եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի այրունը մեզ մաքրում է ամեն մեղքից։ Հալելույա, սիրելիներս։ Տեսեք, այստեղ մենք տեսանք, երբ որ մենք կարդացինք Աստծո սերը ինչ էր անում, 3 գործողություն։ Հիսուս Քրիստոսը ինքը խոնարհվեց, թողած իր երկնային գահը, որպեսզի մենք կարողանանք Աստծո ուզած ձևով գործողություն, 3 գործողություն արեց, խոնարհվեց, թողեց իր երկնային գահը մարդկային մարմին առավ, եկավ մեր մեջ։ Երկրորդ գործողությունը ինչ արեց, նա մեզ ներեց, մեր մեղքերը, որտեղ խաչի վրա, երբ որ ինքը ասում էր հայր ների նրանց, որտեղ նրանք չգիտեն ինչ են անում։ Եվ երրորդը նա իր կյանքը տվեց մեր համար, զոհեց։ Տեսնում ենք, որ Աստծո սերը ցույց տալիս թե սեր ասելով Աստված ինչ նկատ ունի, խոնարհում, ներում, զոհ։ Հիմա մենք տեսնենք, թե Հիսուս Քրիստոս երբ որ գնաց, մեզ ինչ նոր պատվիրան տվեց։ Առաջի Հովհաննես 13:34 13 գլուխ 34 խոսք։ Ես ձեր նոր պատվիրան եմ տալիս, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի, նույնպես դուք միմյանց սիրեք։ Տեսեք, ասում է ինչպես ես ձեզ սիրեցի։
մենք տեսանք Աստծո ասած սերը ինչն է, գործողություններ, խոնարհում, ներում եւ զոհ։ Չի ասում ինչպես կցանկանաք, ինչպես ձեր մոտ կստացվի, չի ասում ինչպես որ ես ձեզ սիրեցի։ Ու այստեղ ես իմ մոտ գրել եմ, որ ասում եմ, որ տեսեք Աստծո համար մենք հաճախ խառնում ենք տեղերը, մարդու համար սերը մենք մարդը հաճախ խառնում է սերը կրքի հետ, ցանկասիրություն, հմայչություն, մենք խառնում ենք տեղերը, հա։ Սերը այն չէ, երբ որ քեզ հաճելի է, վայելում ես, քո շահերից է բխում, քեզ հետ միշտ համաձայն են, անում են այն, ինչ ուզում ես, քեզ պատվում են, համենայն դեպս աշխարհը տենց է ներկայացնում։ Աշխարհի ներկայացած սիրո կենտրոնում դու ես։ Ամեն ինչ արվում է, զոհաբերվում է քեզ համար։ Իսկ Տիրոջ ներկայացած սերը դու ես ներդրվում, զոհաբերվում։ Աստվածային սերը զոհ է հանուն փրկության։ Աստծո որդին դարձավ մարդու որդի, որպեսզի մարդու որդին դառնա Աստծո որդի։ Տեսակ ինչ Աստծո սերը ինչպիսին է, Աստված ինչքան է մեզ սիրում։ Որտեվ Հիսուս Քրիստոսով մենք ստացանք երկնային արքայության քաղաքացիություն։ Մենք Հիսուս Քրիստոսով ստացանք որդեգության հոգի, մենք դարձանք Աստծո որդի, Աստծո զավակներ։ Դրա համար սերես մենք պետք է գիտակցենք, հասկանանք մեր կարգավիճակը։ Մենք ով ենք Հիսուս Քրիստոսով։ Մենք արդեն երկնային արքայության քաղաքացիներ ենք, բայց մենք կտեսնենք, որ էսի մեր հոգու ոլորտում է տեղ ունենում։ Բայց որպեսզի մարդը Աստծո նման կարողանա սիրել, ես չեմ հավատում Աստված տա մի պատվիրան ու այնպեսի պատվիրան դրի, որ մենք չկարողանանք այդ պատվիրանը կատարել, որտեղ Աստված սիրող հայր է, նա արդար Աստված է։ Դրա համար որպեսզի մենք կարողանանք Աստծո նման սիրել, մենք պետք է մարդը պետք է վերստին ծնվի։ Առանց վերստին ծնունդի, առանց Սուրբ Հոգու ընդհանրապես ոչ կարող է կինը խոնարհ իր ամուսնուն, ոչ կարող է երեխան խոնարհ լինել, ոչ կարող է ամուսինը սիրել իր կնոջը իր կյանքից առավել, առանց Սուրբ Հոգու բացառվում է։ Երբ որ մենք վերստին ծնունդ ենք առնում, Սուրբ Հոգին գալիս մեր մեջ բնակվում է, ու մենք այդ քայլ առ քայլ կտեսնենք դա։ Մինչ համառոտ կներկայացնեմ, թե ինչ է վերստին ծնունդը, ես կուզեմ կարդալ առաջի Թեսաղոնիկեցի 5:23, որտեղ մենք այստեղ դեռ անդրադառնալու ենք։ Եվ ինքը խաղաղության Աստվածը ձեզ ամբողջովին թող մաքրի, ու ձեր ամբողջ հոգին, շունչը եւ մարմինը անհրատ պահվեն, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։ Միջալուս բնօրինակում մաքրել բառը նշանակում է լուսավորել։ Եկեք իրոք անում ենք այսօր մենք թույլ տանք, որ Աստված մեզ լուսավորի, թող մեր մեջի խավարը ամբողջովին գնա։ Թույլ տանք, որ մեր մեջ կա բժշկություն, ու ես հավատում եմ Աստված այսօր գործելու է։ Ինչ է վերստին ծնունդը։ Վերստին ծնունդը դա արտաքին երևույթ չէ, այնտեղ է ունենում մարդու հոգում։ Աստվածաշունչը վերստին ծնունդը ներկայացնում է ոչ թե ինչ-որ բարոյական վերափոխում, այլ էության փոփոխություն։ Մարդ միջև վերստին ծնունդը նկարագրվում է, որ մահացած է։ Տեսեք, Եփեսացից 2-րդ գլուխ առաջին խոսք։ Եվ դուք մեռած էիք հանցանքների ու մեղքերի պատճառով։ Կողոսացից 2:13-14 խոսք։ Եվ ձեզ, որ մի ժամանակ մեռած էիք մեղքերի ու ձեր մարմնի անթրփության մեջ, իր հետ կենդանացրեց մեր բոլոր հանցանքները ներելով, եւ ջնջեց մեր դեմ դատավճռի ձեռագիրը, եւ այն մեջտեղից վերացրեց ու խաչապայտին գամեց։ Առաջին Պետրոս 1:3 Օրհնյալ է Աստված եւ Հայրը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ։ Հալելույա, սիրելիներս։ Սա նշանակում է, որ միջև վերստին ծնունդը մարդու հոգին կտրված էր Աստծուց։ Մարդը նույնիսկ կարող էր մտածել Աստծո մասին, խոսել նրա մասին, նույնիսկ իրեն թվալ թե ինքը պաշտում է Աստծուն, ասին է, որ հավատում է Աստծուն, բայց իրականում չնալով կենդանի հաղորդություն Աստծո հետ։ Վերստին ծնունդը հենց դա է փոխում։ Հովանու 3-րդ գլուխ 3-րդ խոսքում, երբ որ Նիկոդեմիոս հետ խոսալուց Տերն ասում է. ճշմարիտ եմ ասում քեզ,
Եթե մեկը վերստին չծնվի, Աստծո արքայությունը չի կարող տեսնել։ Նույն Հովանու 3:6 խոսքն ասում է. Մարմնից ծնվածը մարմին է, իսկ հոգուց ծնվածը հոգի։ Այստեղ Տերը խոսում է աղբյուրի մասին։ Վերստին ծնունդը հոգուց ծնվելն է նոր աղբյուրից։ Այս համարներում մենք տեսնում ենք, որ վերստին ծնունդը մարդու հոգին մահացած էր, կտրված էր մինչև վերստին ծնունդը եւ դրանից արդեն Աստված մեզ կենդանացնում է։ Տեսեք, այստեղ մենք տեսնենք, որ երբ որ վերստին ծնունդը տեղի ունենում, մեր մարդու հոգին հարություն է ապրում։ Եփեսացից 2:4-ում։ Բայց Աստված, որ հարուստ է ողորմությամբ, իր առատ սիրո համար, որով մեզ սիրեց, մինչ մեռած էինք մեղքերի հետևանքով, մեզ Քրիստոսի հետ կյանք տվեց, դուք շնորհով եք փրկված, նրա հետ մեզ հարություն տվեց եւ նրա հետ նստեցրեց երկնքում Քրիստոս Հիսուսով։ Հալելույա սիրներս։ Տեսեք, մենք տեսանք, որ մինչև վերստին ծնունդը մարդը հոգին մահացած էր, այսինքն կապ չուներ Աստծո հետ, վերստին ծնունդով Աստծո շնորհով մենք հարություն ենք առնում։ Իսկ ինչպես է տեղի ունենում ում օգնությամբ վերստին ծնունդը։ Ապաշխարությամբ։ Իսկ ինչ է ապաշխարությունը։ Շատ կարճ անդրադառնամ, ապաշխարություն հայերենում աշխարել նշանակում է մեջքով կանգնել աշխարհին կամ աշխարհից հեռացում, այսինքն աշխարհի մտածողությունից դուրս գալ։ Հունարեն մետանոյա բառն է, որ նշանակում է մտքի փոփոխություն։ Այսինքն երբ որ մարդ բանականության, գիտակցության ոլորտում հասկանում է, որ ինքը միջև այդ մեղավոր կյանքով էր ապրում եւ այլևս չուզում այդպիսի կյանքով ապրել։ Եվ Հիսուս Քրիստոսին կանչում է իր կյանք, ու իր կյանքը արդեն 100 աշնան փոխվում է։ Եվ ապաշխարությունը դա ընթացք է, շարունակական է։ Ապաշխարությունը ես մոտ նշել եմ շարժում է, անկումից դեպի վերելք, խավարից դեպի լույս, մահից դեպի կյանք։ Երբ ասում եմ ապաշխարություն ընթացք, ես նկատում եմ, որ մեր ամբողջ մեր քրիստոնեական կյանքում մեր մտքի նորոգում պետք է տեղ ունենա։ Որ պահին մեր մտքի նորոգումը կանգնեց, այդտեղ ապաշխարությունը կանգնում է մեր կյանքում։ Որտեղ մտքի նորոգումն է, որ մեզ ել ավելի է բացում Աստծո կամքը, մենք ել ավելի ենք հասկանում, թե Աստված ինչ է ուզում մեր համար, ինչ ունի նախատեսած։ Առանց մտքի նորոգումու ուզում ես դու 30 տարվա հավատացյալ եղի, եթե քո ապաշխարության 3-րդ տարում մտքի նորոգումը կանգնել է, դու արդեն ապաշխարության կյանք չես ապրում, որտեղ դու կարող ես լսես, համաձայնվես, բայց քո ներսը փոփոխություն տեղի ունենում։ Դու արդեն կարծրացրել ես։ Դա համար մենք պետք է միշտ ձգտենք մտքի նորոգման, որպեսզի կարողանանք այդ ապաշխարության ընթացքը մենք ապրել։ Իսկ ում օգնությամբ է տեղի ունենում ապաշխարությունը։ Ապաշխարությունը վերստին ծնունդ տեղի ունենում Աստծո շնորհքով, հայրասու կամքով, որդու Հիսուս Քրիստոսի փրկagorցությամբ, իր արյամբ եւ Սուրբ Հոգու ներգործությամբ։ Այսինքն մարդը ինքը իրեն վերստին ծնունդ չի կարող ապրել։ Եթե չլինի Սուրբ Հոգին, դու վերստին ծնունդ չես կարող ապրել։ Իսկ ինչպես է տեղի ունենում, մենք գիտենք, որ մարդը ինքը ունի ազատ կամք եւ կարող է մարդը այդ կամքով ընդունել կամ մերժել Քրիստոսի այրունը։ Աստծո խոսքը լսելով մարդը հասկանում է իր մեղավոր վիճակը, ապաշխարությամբ զղջում է իր մեղքերի համար եւ որոշում հրաժարվել դրանցից։ Հավատքով Տեր Հիսուս Քրիստոսին ընդունում որպես Տեր ու Փրկիչ։ Սուրբ Հոգին գալիս եւ բնակվում է մարդու մեջ։ Եվ 2-րդ Կորինթացի 5:17-ի մարդը դառնում է նոր արարած։ Հռոմեացի 8:15-ում գրված է Տերը մեզ որդեգրում որպես Աստծո որդի։ Ստանում ենք նոր կարգավիճակ եւ դա սահմանադրական իրավաբական կենսական փոփոխություն է։ Իրականում մենք հասկանում ենք, որ մենք դարձել ենք երկնային քաղաքացի։ Ինչ եմ դա ասում։ Տեսեք, նույնիսկ եթե մեր մոտ ներում տեղի չունենա, մեր քաղաքացիական դատարանում, եթե մարդը չներվի, ինքը ազատ չի արձակվի։ Մենք Աստված մեզ տեսնում է, որտեղ մենք երբ որ մենք նորից վերստին ծնունդ ապրեցինք, բայց մենք նորից գործում ենք մեղքեր։ Աստված մեզ նայում է Քրիստոսի պրիզմայով։ Մենք Քրիստոսի արդարությունն ենք հագնում, դա մեր արդարությունը չի։ Եվ Պողոս առաքյալն ասում է, համարձակ եկեք Տիրոջ գահի առաջ։ Ինչի, որտեղ մենք Քրիստոսի արդարություն ենք հագնել, եւ մենք ունենք մեկ բարեխոս, որն ստաց Աստծո աշկողքը մեր համար բարեխոսում է։ Չարը որպես դա ինքը որպես
դատախազ պրոկուրոր ինքը մեր մեջ ինքը միշտ բողոքում է, իսկ Տերը բարեխոսում է։ Մենք Քրիստոսով արդեն հարություն ենք առել եւ ունենք մեկ բարեխոս Հիսուս Քրիստոսը։ Եվ մենք արդարացված ենք ու հագած ենք Հիսուս Քրիստոսի արդարությունը։ Տեսեք, այս ամեն ինչը եւ մենք խոսում էինք, մենք կարդացինք, նորից կարդանք առաջի Թեսաղոնիկցիների 5:23-ը։ Ության Աստվածը ձեզ ամբողջովին մաքրի ու ձեր ամբողջ հոգին, շունչը եւ մարմինը անարատ պահվեն միջև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։ Այս համարից մենք տեսնում ենք, Լուսինե ջան, կարող ես գցել առաջի Թեսաղոնիկեցի 5-րդ գլուխ 23 խոսք։ Տեսեք, մենք հոգի, շունչ եւ մարմին ենք։ Այս համարից մենք տեսնում ենք, որ Պողոս առաքյալը խոսում է մարդու երաշերտ երրորդության լինելու գաղափարից։ Եվ հստակ նկարագրում, որ մարդը բաղկացած է հոգուց, շնչից եւ մարմնից։ Ապաշխարությունը վերստին ծնունդը տեղի ունենում մեր մարդու հոգու ոլորտում։ Երբ որ մենք ապաշխարում ենք, մեր նույն մտածելակերպը մնում է, մեր նույն կարող այո Աստված ինքը հրաշք անի եւ ապաշխարություն մարդը բժշկվի։ Բայց մեր մտածելակերպը դեռ չի փոխվում։ Մեր մարմնի տկարությունը դեռ մնում է, երբ որ մենք ասում ենք մենք երկնային արքայության քաղաքացի ենք, դա մեր հոգուն է վերաբերվում։ Մեր հոգու կարգավիճակն է փոխվում, բայց մենք երաշերտ ենք։ Մենք ունենք հոգի, շունչ եւ մարմին։ Եվ Եբրայեցի 4:12-ն ասում է. Կենթանի է Աստծո խոսքն ու ազդեցիկ ամեն մի երկսայրի սրից, առավել կտրուկ է այն, թափանցում է միջև շնչի եւ հոգու, հոդերի եւ ողնածոցի բաժանումը, քնում է սրտի խոկումներն ու խորհուրդները։ Տեսեք, մարդը մարմինը գիտի ինչ բան, որտեղ մենք ֆիզիկական մարմնի մեջ ենք, մարմինը բացատրել պետք չի։ Շունչը մեր գիտակցությունն է, մեր հույզերը, մեր որոշում կայացնելը, մեր մտքերը, ամենադժվարը հոգին բացատրելն է։ Որտեղ աշխարհը ինքը հոգեբանություն է տալիս, բայց ինքը հոգին խառնում է շնչի ոլորտը։ Ինքը չի կարա առանց Աստծու, որտեղ հոգու Տերը Աստվածն է։ Հոգեբանությունը ինքը միշտ փոխանցում է թե հետևանքները շնչի որտեղ հետո մենք կտեսնենք, որ երբ որ մարդու շունչը նորոգված չի, բժշկված չի, շատ մարմնական հիվանդություններ շնչից է գալիս փոխանցվում իրեն, որտեղ շունչը դեռ մարդու բժշկված չի, նորոգված չի։ Տեսեք, դրա համար քանի որ մեր 1/3-ն է փրկված, մաքրված, սրբված, մենք մարդը ինքը ոնց ասին երաշերտ է։ Այդ մյուս մասը դեռ նորոգված չի։ Ու մարդը այդ տարիների ընթացքում նույնիսկ լինելով հավատացյալ, երկար պայքարում է, ինքը աղոթում է, բայց իր միտքը որ նորոգված չի, մտքի նորոգումը կապ ունի նաև շնչի ոլորտի հետ։ Ինքը կարծես ինքը կարա դրանից չհասկանալով սխալ աղոթքել անի։ Ինքը ասես մի բան ուզենա ու դրա ասես համար կանգնի իր մոտ չստացվի։ Մտքի նորոգումը մեզ տալիս է Հռոմեացիների 12:2-ն, եթե չեմ սխալվում, ասում մտքով նորոգել, որ հասկանաք Աստծո կամքը։ Մի հատ գցես Լուսինե ջան, Հռոմեացիների 12:2-ը։ Հա, եւ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, ինչ է Աստծո կամքը։ Բարին, հաճելին եւ կատարյալ։ Աստծո կամքը միշտ բարի է, հաճելի եւ կատարյալ։ Բայց եթե մենք մտքով չնորոգվենք, մենք կարանք լրիվ մի հատ սխալ ուսմունքել ունենանք, լրիվ սխալ ուղղությամբ գնանք։ Այո, մեր հոգին փրկված է, այո, մեր հոգին երկնային քաղաքացիության քաղաքացի, արքայության քաղաքացի է, բայց այստեղ մենք ապրելով այն օրհնությունները, որ Տերը մեր համար ուզում է, մենք փակում ենք ինքներս այդ օրհնությունները։ Եվ շատ ժամանակ մարդը ինքը սենց հոգնած, որտեղ մարդը լիարժեք չի, ինքը որտեղ թերի է, իր շունչը եւ մարմինը նորոգված չեն, բժշկված չեն, ինքը թերի է։ Եվ մարդը չի կարող ասես թերի վիճակում այդ նույն Հովանեսի 13:34 նույն պատվիրանը, որ տալիս է Տերը միմյանց իրեք, ինքը չի կարող սիրի, որտեղ իր ներսում ինքը վերքեր ունի չբժշկված։
Ու տեսեք շատ հաճախ այսինքն ես դեպքեր գիտեմ, հա ծնողը երեխա է կորցրել։ Մանուկ հասակում շատ դաժան պատմություն է, շատ տխուր վիճակ է, եւ երբ որ այդ հասակակից երեխաները դպրոցից դուրս են գալիս, ծնողը ինքը ուղղակի չի կարող այդ երեխաներին նայի, այդ դպրոցի ժամանակ։ Ինքը իր երեխուն է փնտրում ու ինքը իր մեջ վերք է, այդ վերքը իր մեջ սպիացած չի, քարնակամ է լինում, բայց ինքը չի հասկանում։ Ինչ է այդ կատարվում։ Ու իր մեջ այդ ինքը չի կարող այդ этаպը անցնի։ Կամ մեր պատերազմի ժամանակ մենք կորցրեցինք 18-ից 20 տարեկան երիտասարդներ։ Այդ նույն ծնողը տեսնում է իր հարևանը կամ իր երեխու դասարանցին, ամուսնացել է, երեխա է ունենում, ուրախանում է, բայց իր երեխան չկա։ Ու ինքը չգիտես ինչի է ներսից, ինքը չի ասում, լցված է ինքը չարությամբ։ Ինքը լցված է ատելությամբ, ու չարը դա վերցում է այդ վերքը, որ սպիացած չի, երբ որ այս վերքը ինքը բժշկված չի, խնամված չի, վերքը կարա ինքը թարախալը գալի։ Այդ կարա թարախը ամբողջովին տարածվի մարդի օրգան, ու ինքը չգիտակցի, չհասկանա, ինքը ինչի մեջ է գտնվում։ Կամ կարա լինի անհաջող ամուսնությունից բաժանվել է մարդը։ Կամ դժբախտ պատահարից կորցրել է կողակցին, իրանք իրար շատ են սիրում, կամ հիվանդություն, վաղաժամա, քանի որ էլի ներսը բժշկված չի, ինքը էլի այդ ընթացքը չի կարող անցնել։ Իլիմը որ մանուկ ժամանակ ծնողը կորցնում, նույնպես չի կարողանում հաղթարել այդ этаպը։ Եվ մարդու մեջ կա վախ, անհանգստություն, տխրություն, մերժվածություն, դավաճանություն, միայնակություն, դատարկություն, անտարբերություն։ Եվ մարդը իր ներսում ունի բաց վերքեր, առնակամ լինում, ու այդ ոչ կիսատ վիճակում, ոչ լիարժեք, այդ մարդուն երբ որ ասում է սիրի, հոգ տար, կարեկցի, ինքը կուզում է, բայց չի կարող ինքը այդ մարդը անի։ Ոնց որ դու վերցես մարդը, որ ինքը ունի ինչ-որ մի արատ մարմնական, ոտը մեկից երկար ու կարճ է, ասես այն առողջ մարդու հետ վազի խնդիր կունենա, ինքը չի կարող, ինքը ինչքան էլ ուզենա, չի կարող։ Ուղղակի այդպիսի մարդիկ ինքը չի գիտակցում, որ ինքը չբժշկված, չնորոգված լինելով, իրականում չի կարող ինքը լիարժեք անկեղծ սիրել։ Հետևաբար լինում պահեր, երբ որ մարդը ինքը զարմանում է, թե որոշակի իրավիճակում լինելով քրիստոնյա, ինքը ինչա միատնեց արձագանք տալիս, իր մեջ կարող է լինի նախանձ, չարություն, ատելություն, հա, ինքը այդ իր այդտենց որ այդ հույզերի մոտ գալիս է էմոցիաները, ինքը բայետակ ասում է, լավ ինչի տենց եկավ իմ մոտ, որտեվ էլ նորից եմ կրկնվում, ներսում կա ցավ, չնորոգված չսպիացած վերքեր, ու շատ ժամանակ մարդը ինքը փորձում արդեն կոծկել, ինքը սկսում արդեն ուղղակի շատ ժամանակ ոչ արեստավարժ, իլմա որ արեստավարժ կոծկել, ծածկել, տեսեք, բայց սիրելիս մեր հուզմունքները մենք չպետք է ծածկենք, մեր հուզմունքները ցուցիչ են, դատչիկ, ոնց որ մեքենայի վրա կա, դու մի խեղդի քո հուզմունքները, օգտագործի քո հուզմունքը որպես դատչիկ, որ դու հասկանաս քո ներսը ինչ է կատարվում, ոնց որ մեքենան ցույց տալի, որ յուղը տաքացել է, անիվների օդը քիչ է, ջուրը եռում է, այսինքն երբ որ դու սկսում ես արդեն համագործակցել քո հույզերի հետ, ոչ թե ծածկել, ոչ թե խաբել, քեզ ասելի մոտ ամեն ինչ նորմալ է, հելում եմ ավարտով ես հռչակում որ ես ուրախ եմ, որտեղ Պողոս առաքյալն ասում է ուրախ եղեք, դարձյալ ուրախ եղեք, բայց դու ուրախ չես։ Որտեղ այս քո հույզերը ինչ որ մի բանի հետևանքն է։ Դու պետք է գնաս պատճառը փնտրես, ինչի դու ուրախ չես։ Դրա համար սիրելիներս, այս ամենով հանդերձ մենք այսօր գալու ենք Տիրոջ առաջ։ Կուզեմ որ բաց լինես, դու քեզ գտնես, դու որտեղ ես գտնվում։ Երբ որ դու գտար խնդիրը որտեղ է կա, խնդիր գտնելը դա խնդրի լուծումի գրեթե 50%-ն է, որտեղ դու ազատ հասկանում ես դու որտեղ ես գտնվում, դու ինչի խնդիր ունես, ինչ բժշկության, ինչ նորոգման, եւ մենք գալու ենք Տիրոջ առաջ, որ աղոթք ենք մենք անելու իրար հետ, որտեղ այդ ամեն ինչի պատասխանը
խնդրի բուժումը Սուրբ Հոգու հետ համագործակցելն, անկեղծ լինելն, թողնել, որ նա գա մեր կյանք եւ այդ որտեղ որ գրված էր, ասում էի մաքրել, այսինքն լուսավորի այն խավար տեղերը, որ մենք չենք գիտակցում։ Ուղղակի մենք պետք է գիտակցենք, հասկանանք, որ մեր շունչը մաքրման, լուսավորման, բժշկման կարիք ունի։ Եվ ինչպես սկզբից ասեցի, մեր մարմնի շատ հիվանդություններ, տկարություններ կան, որոնք բժշկված չի շնչի պատճառով։ Նորից ասեմ, սիրելիներս, կասես ես վերստին ծնունդ եմ ապրել։ Այո, դա հոգու ոլորտում է տեղի ունեցել։ Այո, դու Հիսուս Քրիստոսի վերքերով բժշկված ես, բայց դու պետք է գիտակցես այդ բժշկության համար, տեսեք, Տերը մեզ ասում է, որ երկնքի արքայությունը Մատթեոսի կարծեմ 11-12-ում գրված երկնքի արքայությունը ուժով է վերցվում։ Այս համակարգը քեզ ասելու է, որ իդես դեսութա, որտեղ շատ մարդկանց հետ խոսում եմ, ինքը Աստծո խոսքը գիտի ասում է, բայց մեկ էլ տենում ես ինքը լրիվ ուրիշ կյանքով ապրում։ Ինքը իր ասածին ոնց որ չհավատա։ Մենք մոտ պետք է ասես մատ երանգյունի անենք։ Մենք ինչ ասում ենք, ինչին հավատում ենք, ինչ զգում ենք։ Մեր պետք է սինխրոն ինքը լինի, էդի, ներդաշնակ լինի։ Ինչ ասեցիր, ինչ զգացիր, ինչ հավատացիր։ Որտեղ շրջանակ մարդը ուրիշ բան ասում է, բայց ինքը ուրիշ բանի հավատում է։ Ուղղակի արդեն կրոնավոր դիրքի մեջ է մտել։ Մենք այստեղ էսի իրական Աստծո տունը, մենք մեր Աստված, մենք կրոնավոր չենք, այլ մենք իրական Աստծուն ենք փնտրում, որ մեր խնդիրները բժշկություն։ Ես պետք է իրոք այդ նորից հասկանամ իմ մեջ, այդ դաչիկը, ցուցիչը ձեր մոտ դրեք ձեր մոտ։ Ես որ ինչ որ ասում եմ, ես իրականում հավատում եմ։ Ես իմ ասածին հավատում եմ, որտեվ բանկա որ խոսում ես, մեկ էլ թեկուզ ավետարում ես, դու քո ասածին հավատում ես, եթե հավատում ես, նշանակում է դու պետք է կյանքով ապրես։ Որտեվ այդ հավատքն է, երբ որ այդ օրհնությունները գալիս է մեր կյանք։ Եթե մենք չենք հավատում, Աստծո գրած այդ խոսքը մեր կյանքում չի լինելու միսու արյուն, մեր հավատն է, որ ակտիվացնելու է։ Դեմար Տեր ջան, դուր մեր թերավատությանը օգնի, երբ որ բերեցին, հիշում եք, դիվահարված ծանողը բերեց իր որդուն Հիսուս Քրիստոսի մոտ։ Ասեց ռաբի օգնի, ասեց դու հավատում ես, որ ես քեզ կարող եմ օգնել։ Ասեց ուզում եմ հավատամ։ Օգնի անհավատությանս, թերավատությանս։ Հա, եկեք անկեղծ լինենք։ Այդ Աստվածաշունչը, որ ես կարդում եմ, հավատում եմ։ Եթե զգում ես ես թերահավատություն կա, չեմ հավատում իրականում։ Ուզում եմ հավատալ, միտքս ասում հավատա։ Տեսեք, մենք պետք է տարբերենք ինչա ունենալ, երբ որ ասում են ունեցի դրական միտք, դրական մտածելակերպ։ Դրականը այստեղ է։ Այստեղից միջև չգի սիրտ, դա հավատ չի։ Դու շատ էլ կարաս ասես դրական, ասես հրճակես, բայց մեկ էլ ուզում ես դրան չես հավատում իրականում։ Դու ուրիշ բան ես անում։ Դրա համար քո ասածը, հավատացածը ու արած այս երանգյունին պայի քո մոտ։ Տես, էդի թող լինի քո համար նորից ցուցիչ դաչիկ ես։ Եվ ես իմ մոտ նշել եմ, որ կներեք Եվ այս շնչի չներման, կներեք, շնչի բժշկման հիմնական պատճառներից մեկը դա չներելն է եւ ներողություն չխնդրելը։ Որտեւ մենք շատ խոսքեր ունենք։ Եթե դու իրականում քո մեջ ունես չներում, այսօր հիմա քեզ իրականում քննի, անկեղծ եղի քեզ հետ։ Արդյոք քո մոտ կա չներում։ Եվ ես իմ մոտ նշել եմ 4 հիմնական ոլորտ։ Առաջի ոլորտը դա Աստծո հետ մենք հաշ չենք։ Հիմա կասես ոնց, ախ մենք Հիսուս Քրիստոսով արդեն այդ մեր պատնեշը քանդված է, վարակույրը վերևից ներքև արդեն պատրվել է, այո եւ ամեն։ Քրիստոսը դա հոգու ոլորտում արել, նորից եմ ասում։ Մեր շնչի ոլորտում մենք պետք է գործենք։ Մենք պետք է ջանք թափենք։ Պողոս առաքյալն ինչ ասում։ Ասում է մեղքի դեմ արյուն թափելու չափ ջանք արեք։ Մենք սիրում ենք ուղղակի, որ ամեն ինչ հավատում ենք, Տեր ջան, դե արա, չէ, մենք ազատ կամք ունենք։ Մենք պետք է գործենք։
Մենք պետք է գործենք, Տերը մեզ տվել է գործողություն անելու։ Տերը էլ նորից եմ ասում, հոգու ոլորտը լուծել է ինքը։ Հավատացինք, Տիրոջ շնորհով մեր հոգին փրկված է։ Մենք երկնային արքայության քաղաքացի ենք։ Միչև դու Հիսուսին չմերժես կամավոր, քո հոգին փրկված է։ Հենց Հիսուսին կամավոր մերժեցիր, դա ուրիշ բան։ Բայց փառք Աստծո, ես չեմ մտածել, որ ինչ-որ մեկա, որ մեզանից հեռու։ Բայց շնչի մարմնի ոլորտը մեզ է հանձնված։ Մենք պետք է դրա հարցերը լուծենք։ Ուզենանք, համագործակցենք, թողենք, որ Սուրբ Հոգին գա մեր կյանք ու բժշկի այդտեղ, որտեղ դեռ կա չորություն, կա անապատ։ Եվ առաջ երթին, ինչպես ասեցի, Աստծո հետ հաշտվել։ Որտեղ իրականում մարդը ինքը շատ ասիրում իր ամեն մի անհաջողության մեջ մեղադրել Աստծուն։ Եթե Աստված կա, ինչի է ատենց։ Որ խոսում ես մարկանցից, ինչի այդ պատերազմը, ինչի 5 տարեկան երեխան էսենց կամ ինչի էսենց միշտ մեղադրում կա Աստծուն։ Ու ես իմ մեջ մոտ այստեղ նշումներ եմ արել, դու կարող ես ինքդ էլ ավելացնել։ Հիմնականում տեսեք, ոչ հաջող ամուսնության մեջ ասելով, այ եթե ես ունենայի այդպիսի կողակից կամ չունենայի այդպիսի կողակից, միջև իմ կյանք ուրիշ ձև կդարսավորվեր։ Կամ հակառակը, զույգերը միմյանց շատ են սիրում, բայց հանկարծ չարաբաստիկ, հիվանդություն, ավտովոտար, կամ ի դժբախտ պատահարից բաժանվում է սիրած էակից։ Ու ինքը իրեն հարց, ինչի Աստված, ինչի տարար։ Տեր այսքան ժամանակ ես չէի ամուսնացել, հանկարծակի ամուսնացա ու դու իրան տարար։ Ինչի Տեր, ու դու քո ենթագիտակցության մեջ դու դեռ հաշ չես Աստծո հետ։ Ու քո այդ տխրությունը քեզ պատել է։ Դու միշտ իրան մեղադրում ես։ Կորցնում ես երեխա, ծնող, կողակից, հանկարծակի հիվանդության պատճառով, կամ ուզում ես ամուսնացնել, չի ստացվում, կամ ամուսնացել ես, երեխա չես ունենում, կամ մեկը տղա է ուզում միշտ ունենա, չունենում, աղջիկ է ունենում, մեկը միշտ ուզում է աղջիկ ունենա, չունենում, տղա է ունենում, հա։ Ես դու կարաս մի շատել այդ ցուցակի մեջ դու լրացնել, դու քեզ գտնել դրա մեջ։ Գիտեք, մենք պետք է նորից անկեղծ լինենք։ Արդյոք ես դրա հետ հաշտվել եմ։ Արդյոք ես հաշտվել եմ, արդյոք ես կարողացել եմ Աստծո հետ այդ հարցերը լուծել։ Այո, մենք առանք հարցնենք, բայց գիտեք, մենք շատ ժամանակ չենք հարցում, մենք հարցում ենք անում։ Ռուսերեն լավ հաճում, սպրոս ենք անում Աստծուն։ Հարցում ենք անում, ոնց որ իրանից գանք ու հաշվետվություն պահանջենք իրանից, աչոտ ենք ուսում, կոպիկանների այդ բառը հաշվետ հարցում ենք անում Աստծուն։ Ինչի տենց։ Մենք մոռանում ենք մեր ով լինելը։ Ճիշտ է, շատ դժվար է, բայց եթե կարողանանք իրականում հասնել այնպիսի հոգի վիճակի, որ ուղղակի հոբի նման ասենք, Աստված տվեց, Աստված վերցրեց։ Հասկանում եմ, շատ դժվար թեմայի եմ կպնում, բայց իմ նպատակը իրականում հարազատներ ջան, որ մեր մեջ բժշկություն գա։ Ու մենք մեզ նորից եմ ասում, գտնենք Սուրբ Հոգու առաջ ազատ լինենք, որ շատ բաներից ազատվենք։ Երկրորդ բանը, որ ես մոտ գրել եմ, դա մարդը պետք է կարողանա հենց ինքը իրեն ներել։ Հռոմեացի 8:1-ում գրված է. Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա նրանց համար, որ Քրիստոսումն են, Հիսուս Քրիստոսումն են։ Գիտես, երբեմն մարդը մինչ ապաշխարել այնպիսի կյանքով ապրել, այնպիսի մեղքեր արել, որ շատ ժամանակ սատանան իրան բերում է, հիշացնում է։ Դու կարող նույնիսկ փառաբանես Աստծուն, քո սենյակում եկել սատանան բերի այդ պատկերը քո առաջ։ Ինքը ուզում է քեզ ուղղակի քո հայացքը պայի քո մեղքի վրա, ոչ թե Աստծո վրա։ Դու ուղղակի հստակ իմացի, եթե դու իրականում ապաշխարել ես, դու իրավունք չունես քեզ չներես, որտեվ դու չներումով դու մերժում ես այն Աստծո շնորհը, որ Աստված քեզ տվել է։ Եթե Աստված քեզ ներել է, դու ով ես, որ քեզ չներես։ Այդ դրա հարցը լուծի։ Իսկ ինչպես հասկանաս, որ իրականում ապաշխարել ես։ Ես իմ մոտ գրել եմ, եթե տեսեք, եթե դու չես արդարացնում մեղքը, այսինքն չես ասում, ստիպված էի, ել չունե, ինձ խաբեցին, համոզեցին, ուրիշ եր չէր մնացել,
Եթե դեռ այդպիսի մտածելակերպի մեջ ես, դու հոգևոր դաշտում դուռ ես բացել, բաց թողել։ Եթե դու նույն իրավիճակի մեջ հայտնվես, հավանականությունը մեծ է, որ դու նորից նույն մեղքը գործես։ Այսինքն դու երբեք այս քո մեղքը չարդարացնես։ Որտեղ երբ որ դու քեզ թվում է թե դու քեզ ես արդարացնում, բայց դու քեզ չես դու մեղքն ես արդարացնում։ Երբեք քեզ չարդարացնես։ Իսկ եթե Տիրոջ առաջ գիտակցումով հասկանալով եկել ես, մերժում ես այլևս, ինչ իրավիճակ, այո, Տեր ես մեղավոր եմ։ 5% ես եմ մեղավոր եղել, բայց Տեր ես իմ մեղավորությունը ընդունում եմ։ Այո, հանգամանքները եղել է, դա եղել է նաև պատճառներից մեկը, որ ինձ դրդել է, ինձ խաբել են։ Ես գիտություն չեմ ունեցել, ինչպես Աստծո խոսքն է ասում։ Իմ ժողովուրդը կործանվեց գիտություն չունենալու պատճառով։ Այո, բայց իմ այն 5%-ը, մի տոկոսը ես դրա պատասխանատվությունը վերցնում եմ եւ ես այլևս մերժում եմ մեղքի կյանքով ապրել։ Հանձնում ես Տիրոջը, հիմացի դու այդ կյանքում մենակ չես։ Սուրբ Օգուն քո հետ է, ինքը քեզ միշտ զորացնել է ու դու հաստատ այդ մեղքից արդեն ազատ կլինես։ Ամեն սիրելիներս, ականջ ունեք լսելու, հո ձանձրալի չի։ Երրորդը ներել ծնողներին։ Ներել միշտ իմացի, ներելն ու ներողություն խնդրելն իրար հետ է։ Միասին է գործում ներել եւ ներողություն խնդրել։ Իդե շատ ժամանակ ես էլի շփվում եմ մարդկանց հետ, հասուն մարդիկ են արդեն 40-անց արդեն, բայց չգիտես միշտ իրանց ձախողումների չկայացման համար իրանք միշտ իրանց ծնողներն են մեղադրում։ Ինքը արդեն թորի տեր է, բայց ինքը իշտ մի ծնողին ինքս մեղադրում է։ Գիտեք, շատ ժամանակ ծնողները տալիս են այն ինքը ինչ իրանք ունեն, այդ գիտությունն են ունեցել։ Իրենք հիմա այդ հիմիկվա մեջ սմարթֆոնները չունեն։ Հիմա այն մի օրվա մեջ այն ինչ ինֆորմացիա, որ մենք վերցնում ենք, մեր ծնողները կարող են ամբողջ կյանքում այդ ինֆորմացիան չվերցնեին։ Այսօր ինֆորմացիայի տարապ է։ Եթե ունես այդ հնարավորություն ծնողի հետ խոսալու, խոսիր, ասա այս բանում դու ինձ ցավացրել ես։ Իմ մեջ, չգիտեմ, չներում կա։ Այդ իմ մեջ տպավորվել է։ Խոսիր, հարթիր դա, որտեվ չկա ծնող, որ երեխու վատ ուզենա։ Ինքը այդ պահին իր հասկացածով քեզ պաշտպանել է։ Քո լավն է ցանկացել։ Ու նմանությամբ մեր հայ ծնողները իրանց կյանքն են դրել մեր համար։ Չեն կերել են սով տարիներին տվել են մեզ։ Չեն հագել, մեզ են հագցրել։ Չեն քնել արդյուն լավ էլ չեմ ուզում շատ ասենց մի քիչ հուզական գնամ, բայց ժողովուրդ ջան, իրականում պետք է մենք փնտրենք մեր մեջ ու ներենք մեր ծնողներին ու կուզեմ տեսեք Աստվածաշնչի այս 10 պատվիրաններից միակ պատվիրանն է։ Երբ որ մեզ տալիս է խոստում, տալիս է ոչ թե միայն հետոյի համար, այլ ներկայի համար էլ։ Երկրորդ օրինաց 5:16-ում է գրված։ Պատվիր քո հորն ու մորը, ինչպես պատվիրել է քեզ քո Տեր Աստվածը։ Ինչի համար պատվիրեմ։ Լավ, բայց ինչի համար հետոն, որպեսզի քո օրերը երկար լինեն։ Եվ քեզ համար բարի լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ։ Սիրելի երիտասարդ, սիրելի հասուն մարդ, եթե դու միջև հիմա քո ծնողին մեղադրում ես, մեղադրական sense դատավորի դեր ես ունեցել, խնդրում եմ ապաշխարի։ Դա առաջինը քո համար է, որ երկար օրեր ունենաս, առողջ ապրես ու օրհնված լինես այնտեղ, որտեղ որ դու ապրում ես։ Դա ուղղակի հոգևոր օրենք է։ Համաձայն ես, համաձայն չես, դա հոգևոր Աստծո դրված օրենք է։ Այնպես որ մի վարքյան առաջ ապաշխարի։ Չորրորդը, որի մոտ ես նշել եմ, դա ներիր քո ընտանիքի անդամներին եւ բոլոր նրանց, որ երբևէ քեզ նեղացրել են, ներիր եւ ներողություն խնդրիր։ Մի ձգտիր միշտ ընտանիքում ճիշտը լինել։ Հայր ես, մայր ես, զավակ ես, գիտես ավելի կարևոր ընտանիքի խաղաղությունը։ Մի ընտանիքում, երբ միշտ պառակտված են, համերախ չեն, կռվում են, հայերում չկա հոգատարություն,
չներումը իմացիր, այդ ընտանիքում Աստված չի ապրում։ Աստված միաբանության մեջ է, խաղաղության մեջ է, սիրո մեջ է, հոգատարության մեջ է, կարեկցանքի մեջ է։ Փնտրի դու քո ներկայությամբ ընտանիքում բերում ես խաղաղություն, թե լարվածություն։ Կլինի հայր-որդի հարաբերություն, կլինի ընտանիքի բոլոր անդամները։ Գիտեք, մենք ընտանիքը դա մի կտորի տակ ապրող մարդիկ են։ Աստծո խոսքը ասում է, եթե դու քո ընտանիքի անդամի համար հոգ չես տանում, դու հեթանոսից ավելի վատ ես։ Ինչքան էլ քեզ ասա ես հավատացյալ եմ, Աստված ես քեզ պաշտում եմ, սիրում եմ, դու քո սերը ցույց ես տալի Աստծուն, այնքան ինչքան դու քո ընտանիքում խաղաղասեր ես, հոգատար ես, կարեկցող ես։ Մնացածը Աստված ասում է, եթե չկա սեր, դու ձայն հանող ծնծղա ես։ Կորինթացիների 10 գլուխ, հետի որ սիրո մասեր կլասնա, որ Պողոս առաքյալը տալիս է։ Ես կուզեմ այստեղ բերել Աստվածաշնչից տողեր, բայց միջև բերելը ես կուզեմ ուղղակի որ մենք հասկանանք, ներելը շատ ժամանակ մեզ թվում է, որ ներելը մարդու արարքի հետ համաձայնվելն է, չէ, այդպես չի, բնավ այդպես չի։ Ներելը դա որոշում է։ Ներելը դա մարդու արարքի հետ համաձայնվելը չի։ Դա ներելը դա դիմացինի արածը արդարացնելը չի։ Ներելը ուղղակի ոչ թողես այսի գովրա բեր դառնա։ Շատ ժամանակ մարդը սկի տեղյակել չի, որ դու իրան չես ներել, ու դու քո մեջ դնում վերստում ես, ինքը հանգիստ իր կյանքը ապրում է։ Այդ չներելը քո կյանքում թույն է, քեզ թույնում է։ Ինքը քաղցկեղ է դառնում քո կյանքում։ Դու ինքդ ես sense խռովված հանգիստ չես, նյարդերի վրա ես։ Աստծո խոսքն ասում է, եթե բանա պատահել, միջև արև մտել իրար ներեք։ Միջև արևը մարմտ իրար ներեք։ Ինքը մեր համար ասում։ Եվ որպեսզի մարդը ներողություն խնդրի, տեսեք Հիսուս Քրիստոս ցույց տվեց, որպեսզի նա մեզ ների, որպեսզի ների մարդը, ինքը պետք է խոնարհվի, ինչպես Աստված, որ ինքը ուզեց մեզ ներել, ինքը թողեց իր արքայական դիրքը։ Ինքը երկնքի արքա, ինքը տերերի տերն է Քրիստոսը։ Արքաների արքան է, ինքը ալֆան է եւ օմեգան, բայց որպեսզի մեզ ների, ինքան է մեզ սիրում։ Ինքը խոնարհվեց։ Մարդը նույնպես, եթե ուզում է ների, ինքը պետք է խոնարհվի։ Իսկ ինչ է կատարվում վիրավորված մարդու հետ։ Խոսվում է տվյալ անձի եսը, ինքնասիրություն, էգոիզմը։ Մարդը ինքան է դառնացած, նույնիսկ տարիներ անցել, բայց մերժում է ներել։ Իր ծնողին, զավակին, ընկերոջը, հարազատին։ Ու հիմնական պատճառը տվյալ անձի հպարտությունն է։ Եվ Տերը Առաջի Պետրոս 5:5-ում ասում է. Աստված հպարտներին, ամբարտավաններին հակառակ է, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։ Սիրելիս քննիր անձդ, եթե դժվարանում ես ներել կամ ներողություն խնդրել, ապա դու գործ ունես հպարտության հետ։ Եվ ինչպես տեսանք, Աստված հպարտներին հակառակ է կանգնում։ Ու եթե դու խնդիր ունես ներելու հետ կամ ներողություն խնդրելու հետ, հստակ իմացի, երբ որ դու կանգնում ես աղոթքի, դժվար թե քո աղոթքը տեղ հասնի։ Փնտրի Տիրոջը ու այդ չներման հարցը լուծի։ Ես կուզեմ Աստվածաշնչից մի քանի համարներ բերել։ Մարկոս 11:25 Եվ երբ աղոթի կանգնեք, եթե մեկի դեմ որևէ բան ունեք, ներեք։ Եթե աղոթքի ես կանգնում, եթե մեկին չես ներել, ների նոր կանգնի աղոթքի։ Ինչի՞ է, որպեսզի ձեր հայրն էլ, որ երկնքում է, ձեր հանցանքները ձեզ ների։ Տեսնում եք, ինչքան կարևոր է ներելը։ Ուզում եք մեր հանցանքները ների, մենք ուզում ենք, ով կա մեկը, որ չի ուզում, չկա տես մեկը։ Որպեսզի մենք եթե ուզում ենք, պետք է կատարենք Տիրոջ խոսքը։ Նույնը մեր հայր մեր աղոթքի մեջ է, հայրների մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք ներում մեր պարտականներին։
Եփեսացիս 4:32 Միմյանց հետ քաղցր եղեք, գթած միմյանց ներելով, ինչպես որ Աստված էր Քրիստոսի միջոցով ձեզ ներեց։ Մատթեոս 18:21-22 Հիմա շատ ժամանակ ասում ենք, դե գիտես 1000 անգամ ներել եմ։ Արծից օգտվում է, հա ներում եմ, հայք նույն բանն անում է։ Այդ մեր այդ պատճառաբանություն իմանալով Պետրոսը հարց տալիս Տիրոջը։ Այն ժամանակ Պետրոսը նրա մոտ գալով, այսինքն Քրիստոսի մոտ։ Այդ ժամանակ Պետրոսը նրա մոտ գալով ասեց. «Տեր, քանի անգամ։ Եթե իմ եղբայրից դեմ մեղք կանե, ես նրան ներեմ։ Մինչև 7 անգամ»։ Հիսուսը նրան ասաց. «Չեմ ասում քեզ, մինչև 7 անգամ, այլ մինչև 70 անգամ 7-ը»։ Դու պատկերացնում ես մի մարդ, որ քեզ օրվա մեջ 70 անգամ 7 ինչ անում, 490, չէ՞։ 490 անգամ քեզ այնց անի, որ դու իրան չկանաս ներես։ Ինչ չի թվում։ Այսինքն էսի զուտ թիվ չի։ Այսինքն հավիտյան, միշտ, չկա չափ։ Համիշտ պետք է ներենք, որտեվ Տերը մեր մեղքերն էլ է եւ մեր անցյալը, եւ մեր ներկան, եւ մեր ապագան։ Հələ մատ հիշենք մենք ինչքան մեղք ենք գործում օրվա մեջ, ինչքան գործել ենք, հələ ինչքան գործելու ենք։ Որտեվ խոստացმა չկա մեկը, որ մեղավոր չլինի, եթե մեղավորը սուտ ասում։ Ես այստեղ Մատթեոս 6:14-15 Որտեվ եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր հայրն էլ ձեզ կների։ Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները։ Դա նույն Մարկոսի 11:25-ի խոսքերն է կրկնվում։ Ու ես այստեղ հիմա ուզում եմ այդ հոբի գիրքից բացել, միտեղ հոբի 42 գլուխն է ու համեմատել Մատթեոս 6:14-15-ը եւ նաեւ Մատթեոս 18:18-ի հետ մենք խոսենք, որովհետեւ տեսեք Մատթեոս 18:18-ում գրված է. Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ երկրի վրա կապեք, կապված կլինի երկնքում։ Եվ ինչ որ երկրի վրա արձակեք, արձակված կլինի նաեւ երկնքում։ Հիմա մենք կտեսնենք այդ համատեքստում ինչ է նշանակում։ Տեսեք հոբի 42 վերջի գլուխն է, հոբի պատմությունը կարծում եմ բոլորը գիտեք, եթե չգիտեք համառատ ուղղակի շատ կարճ ներկայացնեմ, հոբը տարածաշրջանի ամենահարուստ, ամենահարգված մարդն էր, որ իր ինքը նստում էր թագավորների հետ, նստան սեղան նստում հելնում, ու մարդիկ երազում են, երբ որ ինքը անցնելուց ուղղակի մատ հայացք նետել տվյալ մարդի վրա, ինքը այդպիսի կարգավիճակ ուներ։ Ու իր կյանքում գալիս են շատ անհաջողություններ ու հոգը կորցնում է ամեն ինչ, ամեն բան։ Հաջան կորցրեց ամեն բան, իր ընտանիքին, իր երեխաներին, հարստությունը, որ բորոտացավ, մի քարով իրան էր քերում, ուղղակի որ կարողանար կորցրել։ Մենակ կին էր մնացել, կին էլ ասեց, դե ասեց ինչ է հակու Աստված էր, Աստծուն էլ մատ անիծի մերի էլի։ Այդ վիճակի մեջ էր հասել։ Հիմա տեսեք ինչ է այստեղ 42 գլուխ, հոբի 7-րդ խոսքը։ Հոբին այս խոսքերն ասելուց հետո Տերը Եղիափաս Թեմանացուն ասաց։ Ուրեմն Եղիափաս Թեմանացին 3 ընկերներից մեկն էին, որոնք եկել էին հոբի մոտ ու սկսում էին 7 օր լուր մնալուց հետո սկսին հոբին մեղադրել, որ հոբը ինչի ասել է այդ օրին, որտեղ շատ ժամանակ մենք երբ որ տեսնում ենք մի բան կատարում մարդը մեղքի մեջ է կամ ինչ-որ մի բան արել, քավլիցի։ Մենք քանի չգիտենք, ենթադրությամբ մեղքի մեջ չմտնենք, Աստծո արած մեղք չգործենք։ Հոբն այս խոսքերն ասելուց հետո Տերը Եղիափաս Թեմանացուն ասեց. Իմ բարկությունը բորփոփվել է քեզ վրա եւ քո երկու ընկերների վրա, որտեւ իմ մասին իմ ծառա Հոբի նման ուղիղ չխոսեցիք։ Հիմա այստեղ լսեք։ Ուրեմն հիմա ձեզ համար 7 զվարակ ու 7 խոյ առեք։ Իմ ծառա Հոբի մոտ գնացեք եւ ձեզ համար ողջակեզ մատուցեք։ Իմ ծառա Հոբը թող ձեզ համար աղոթի, որովհետև իր աղոթքն եմ ընդունում, որպեսզի ձեր անմտության համեմատ չհատուցվի, որտև իմ մասին իմ ծառա Հոբին նման ուղիղ չխոսեցիք։ Տեսեք, Աստված ասում է, եթե ուզում եք, ես ձեզ ներեմ։ Վերցնում եք զվարակը եւ խոյը 7-7, գնում եք Հոբի մոտ,
զոհմացեք, թող Հոբը ձեր համար աղոտ քանի, որտեղ Հոբի աղոտն եմ ընդունում։ Այն ժամանակ թեմանացին, Բաղդադ ցույցեցին եւ Սոփար նամանացին գնացին եւ արեցին, ինչպես որ Տերն ասել էր իրենց, եւ Տերը Հոբի աղոտքն ընդունեց։ Հիմա տեսեք ինչա կատարվում։ Տերը Հոբի հարստությունը վերականգնեց, երբ նա իր ընկերների համար աղոթեց։ Պատկերացնում եք, երբ որ Հոբը իր ընկերների համար աղոթեց, նոր Տերը Հոբի հարստությունը վերականգնեց։ Տեսեք այդ աղոթքը հիմա մեր որն է, մենք պիտի բարեխոսենք Աստծու մոտ։ Եվ դա համար խոսքը, երբ որ ասում եմ 18 Մատթեոսի, երբ որ ինչ որ կապեք երկրի վրա, երկրում կկապվի։ Եթե մենք չենք ներում, այդ չներումը մնում է։ Եթե մենք ներում ենք, մենք արձակում ենք, այդտեղ արձակվում է։ Տերը մեզ տվել է զորություն։ Գնաց Հոբի մոտ։ Հոբը աղոթեց, բարեխոսեց եւ իր ընկերներում եկավ օրհնություն եւ իր ամեն ինչը վերականգնվեց կրկնակի։ Սիրելիներս, մեզ ամենախանգարող հանգամանքը մենք հասկացանք, որ չներելն էր։ Ամեն